Ողջույն Armenia TV եթերում նորից ես եմ աշխարհի ամերով ծրագիրն է ես Վարդան Սարգսյանն եմ ով շատ է սիրում ճամփորդել այսօր խոստանում եմ լինելու է շատ հետաքրքիր հանկարծ չփոխեք ալիքը Այսօր ծրագրում ես հայտնվելու եմ Ֆիլիպինների ետնախորշերում Սա սարսափելի մի վայր է, որտեղ ապրում են միլիոնավոր մարդիկ Այսպիսի բան իրականում իմ նկարանումների պատմության մեջ տեսնում և լսում եմ առաջին անգամ Իսկ ամենավերջում Ինդոնեզիայում կպատրաստեմ համեղ մի կերակուր Բաց չթողնեք, լինելու է շատ հետաքրքիր Այ, բումբեստը զովացնում է, հովացնում է և իհարկե էներգիա փոխանցում Ես Ֆիլիպիններում եմ, Մանիլա քաղաքում Այսօր պատրաստվում եմ այցելելու տեղի ետնախորշեր Այո, իրականում ետնախորշեր հասցրել եմ նկարանել թե Աֆրիկայում, թե Հնդկաստանում Այստեղ Ֆիլիպիններում ետնախորշերը ևս բավական մեծ է Ինչպես են մարդիկ այնտեղ ապրում Կբացահայտենք հիմա միասին Դե առանց զբոսավարի ուղղակի անհնար է, ինչպես կարելի է որևէ մի քաղաքում զբոսնել առանց ուղեկցորդի։ Ողջույն։ Ողջույն։ Ինձ բարի գալուս նորից Ֆիլիպիններ, ինչպես եք։ Նախ միանգամից ասեմ, որ այսօր ավելորդ ժամանակ չենք կորցնելու, քանի որ անելիքները շատ են։ Ես արդեն լուծել եմ մեր տեղափոխության հարցը։ Խնդրեմ, այն փոխադրամիջոցը, որով կգնանք մեր էքսկուրսիայի սկզբնագետ։ Այո, ես արդեն հեռուստադիտողներին ներկայացրեցի, որտեղ են գնում, բայց որ գնալու ենք նման տրանսպորտի միջոցով, դա ինձ համար անակնկալ է։ Ինչպես է այս ամենը աշխատում, ուզում եմ հասկանալ մոտենանք այստեղ Ուղևորը նստում է այս կողմում Իհարկե բացատրելու շատ բան չկա, քանի որ սա բավական պարզ փոխադրամիջոց է Բացի վարորդից 3 ուղևոր կարող է գտնվել սրա մեջ Դե եթե հայեր են այստեղ, վստահ եմ 4 ուղևոր անհնարին է Եթե տեղացիներ են, ֆիլիպինցիներ, 4 էլ չէ, 5 էլ 6 հոգի կարող են այստեղ տեղավորվել Անվտանգ է այս ամենը Այո, այն անվտանգ է, բայց ամեն բան կախված է նաև իրավիճակից Վարորդի հետ հարաբերություններից, ճանապարհներից ու երթևեկության ծանրաբեռնվածությունից Ամեն դեպքում մեծ հաշվով վտանգավոր որևէ բան չկա այս փոխադրամիջոցի մեջ Եվ ես չեմ հիշում ինչ-որ լուրջ պատահարներ, որոնց պատճառը սա լիներ Ես ճիշտ եմ հասկանում, որ սա կարելի է հանգիստ համարել տեղի տաքսի Այո, այն հենց տեղական տաքսի է Մենք այդ տրամաբանությամբ էլ օգտվում ենք դրանից Իսկ ինչպես են աշխատում, հա, կա ինչ-որ ծառայություն, որտեղ բոլոր այս մեքենաները գրանցված են, ինչ-որ մեծ ընկերություն, թե ուղղակի դու կարող ես ինքդ գնել նման մեքենա և վարել ինչքան ցանկանում ես ու գումար աշխատել Չէ, ընկերություններ ու կազմակերպություններ չկան, որ համակարգում են այս տաքսիները Դրանք անհատական սկզբունքով են գործարկվում Ահա, դե իրականում շատ ուրախ տեղ չէ, որ այցելում ենք, ինչպես ասացի, բայց եթե Ֆիլիպիններում ենք անպայման ետնախորշերը պետք է տեսնել Մենք տեղավորվենք այս տաքսիում, տեղական, բարև բոլորին ու շարժվենք առաջ Հուսով եմ անփորձանք տեղ կհասնենք Ահա, արդեն գնում է տաքսին, արդեն շարժվում է Հուսով եմ անփորձանք տեղ կհասնենք Վարորդ, գնացինք Կարող ես համարել, որ հիմա վայելում ես ֆիլիպինյան իրական ատրակցիոն Մեզ համար սա օրինաչափ է և շատ սովորական երևույթ Բայց մեր երկրի հյուրերը միշտ հաճույք են ստանում մեր երթևեկությունից Այս պայն իսկապես զգում եմ Մանիլայի շունչը Որովհետև այս տաքսու մասին շատ էի լսել Եվ իհարկե համացանցում հաճախ տեսել էի, որ անպայման պետք է այս տաքսուց օգտվելու հիմա Զգում եմ, որ ես Ֆիլիպիններում եմ, շրջում եմ քաղաքում Նման զգացողություն ունեցել եմ, երբ շրջել եմ նաև Հնդկաստանում տուկ-տուկներով, հիշում եք
Իսկ ասես ինչ արժե 1 կիլոմետր շրջել այս տաքսիով։ Մեկ անձի համար վճարում ենք 30 պեսո։ Ես քո փոխարենը կվճարեմ։ Արդեն պատրաստել եմ 60 պեսո։ Ահա, 2 անձի համար պետք է վճարել $1, այսինքն անձը 180-ից 190 դրամ։ Մենք արդեն տեղում ենք, վերջ, մի փոքր էքստրիմ էր, բայց շատ հետաքրքիր էր, ինձ շատ դուր եկավ։ Եթե լինեք այստեղ Ֆիլիպիններում, Մանիլայում, անպայման խորհուրդ եմ տալիս այս տաքսուց օգտվել։ Շնորհակալ եմ շատ, վճարեցինք գումարը, այնպես որ այսպես ուրախ զվարթ եկանք հասանք մի վայր, որը այդքան էլ ուրախ վայր չէ, բայց մենք հիմա այն կբացահայտենք։ Չեք գալիս։ Արդյոք քեզ դուր եկավ շրջել այս երթուղային տաքսիով։ Շատ դուր եկավ։ Դե հրաշալի է։ Իսկ հիմա մենք արդեն մեր նշանակետում ենք, որտեղ կհամոզվես, թե ինչքան բարեհամբույր եւ հյուրասեր են ֆիլիպինցիները, չնայած կյանքի դժվարություններին։ Ահա։ Դե ինչ։ Համաձայն եմ։ Գնացինք։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք արդեն տեղում ենք։ Իհարկե, այն ինչ տեսնում եմ, սարսափելի է, բայց գիտենք որտեղ են գալիս եւ ինչ ենք նկարանելու։ Այստեղ միայնակ գալ շատ դժվար է եւ վտանգավոր։ Հենց դրա համար, տեսեք, ինձ հետ կան անվտանգության աշխատակիցներ, բոլորը ասում են՝ մի նկարեք եւ հասկանալի է, որտեղ մարդիկ ապրում են սարսափելի պայմաններում։ Դուք հիմա նկարահանում եք ու ձեր հեռուստադիտողները կտեսնեն նաև միջավայրն ու տարածքը սեփական աչքերով, բայց անգամ այդ դեպքում չեն կարողանա ամբողջական պատկերացում կազմել այս ամենի մասին։ Մարդիկ այստեղ իսկապես շատ աղքատ ու խղճուկ պայմաններում են ապրում։ Նրանք բառացիորեն ապրում են փողոցում, գտնում կենցաղային իրեր աղբից ու փորձում են գոնե ինչ-որ կերպ հարմարավետություն ստեղծել, թեև հարմարավետությունը ամենասխալ բառն է, որ կարելի է օգտագործել այս դեպքում։ Իդեպ ուզում եմ նշել, որ նման թաղամաս կա նաև Եգիպտոսում Կայրե քաղաքում, մայրաքաղաքում, աղբահավաքների թաղամաս, այդպես է այն անվանվում, երբ մարդիկ հավաքում են քաղաքից աղբը, բերում են իրենց տուն եւ շշերը առանձնացնում, չգիտեմ, թղթերը առանձնացնում եւ հետո այդ ամենը վաճառում։ Ինչքան է մեզ համար այս ամենը սարսափելի լինի, բայց մարդիկ այդ ամենով գումար են աշխատում։ Եվ իհարկե այստեղ բացառություն չէ։ Տեսեք, մարդկանց բնակարաններն են, իսկ առջևում աղբ։ Եվ ինչքան շատ աղբ ունես դու, այդքան դու ավելի հարուստ ես։ Գիտեք ինչն է շատ հետաքրքիր ու շատ այսպես ինձ ոգևորեց, որ բոլորը այստեղ ժպտում են։ Ոչ ոք չի տխրում, որ նա ապրում է այստեղ ու իր աշխատանքը կապված է աղբի հետ։ Բոլորը ուրախ են, երեխաները խաղում են, կանայք շատ հաճախ ժպտում են, մի խոսքով այդ ամենը շատ ոգևորում է ինձ։ Այնինչ տեսնում ես քո շրջակայքում ամբողջը մարդկանց ամենօրյա կյանքն է։ Սա ոչ թե աղբի կուտակումներ են եւ կույտեր, այլ ինչ-որ մարդկանց այսպես կոչված տներ։ Դրանք հավաքում են իրեր եւ վերավաճառում։ Ես հենց սկզբում ասացի, որ չնայած սարսափելի բաներ ես տեսնելու ու չես էլ հավատալու, որ կարելի է այդ ամենի մեջ ապրել, բայց փոխարենը անգամ մեկ դժգոհ կամ դժբախտ մարդ չես հանդիպի, որովհետեւ նրանք հարմարվում են, որ սա կյանքն է ու այն հրաշալի է իր յուրաքանչյուր դրսևորումով։ Այո, կարելի է միշտ բողոքել բախտից, բայց ինչու ժամանակ վատնել, եթե կարելի է ցանկացած իրավիճակում գտնել ապրելու համար պայմաններ եւ ստեղծել ամենահարմար միջավայրը։ Տեսեք, այստեղ կյանքը շարունակվում է, այսինքն մարդիկ աշխատում են, այսինքն շուրջ բոլորը աղբ է, բայց տեղացիները այդ ամենը նույնիսկ չեն էլ նկատում, դե, որովհետև ամբողջ օրը հենց այս ամենի մեջ են։ Եվ այստեղ կան կանայք կամ կարող ենք ասել փոքրիկ խանութ, շուկա, տեղափոխվող, որտեղ վաճառում են ծովամթերք։ Այո, ապրուստի միջոց վաստակելու միջոցներից մեկն էլ հենց սա է։ Տղամարդիկ աղբից գտնում են իրեր, հավաքում ու վերավաճառում այն, ինչ կարելի է վաճառել, իսկ կանայք էլ փորձում են մթերքի վերավաճառքով զբաղվել, ու սա ասածից վառ ապացույցն է։ Նրանք ձեռք են բերում ծովամթերք տարբեր գյուղերից եւ բերում այստեղ եւ վերավաճառում տեղաբնակներին։ Այս տարածքում մթերք վաճառող միակ կետն է։ Գիտեք, վստահ եմ հիմա հեռուստադիտողներից շատերը հետաքրքրվում են, արդյոք շատ այսպես տհաճ հոտ չի գալիս այս թաղամասից։ Պետք է նշեմ, որ
շատ չէ։ Իհարկե հաճելի չէ այստեղ գտնվելը, բայց եթե համեմատական տանեմ այլ երկրների ետնախորշերի հետ, որտեղ ես եղել եմ, այստեղ ամեն դեպքում որևէ հոտ չի գալիս։ Այո, ձախ են գնալու։ Գնանք դեպի ձախ, որտեղ ցույց կտամ քեզ մարդկանց, ովքեր իրենց համար տաղավարներ են կառուցել ու վաճառում են տարբեր տեսակի իրեր։ Ահա։ Ողջույն։ Ողջույն։ Ահա։ Սա կարելի է համարել հետնախորշի շուկան։ Բնականաբար դա շատ պայմանական անվանում է։ Ողջույն, այո, բոլորը ժպտում են, ասացի չէ, բոլորը ուրախ են, այսպես ես նույնիսկ չգիտեմ ինչու պարտադիր է անվտանգության աշխատակից ունենալ, որտեղ այստեղ ամեն դեպքում տպավորությունը այնպեսին է, որ մեզ նույնիսկ սպասում են, որտեղ բոլորը ժպտում են։ Այստեղ կան ապրելու համար բոլոր պայմանները։ Խանութներ, ես գիտեմ, որ այն կողմում կան փոքրիկ սրճարաններ, որտեղ երեկոյան մարդիկ կարող են երեկոն անցկացնել, դե ինչպես ասաց նաև իմ զբոսավարը, մարդիկ ապրում են արդեն երկրորդ հարկում։ Հիմնականում մարդիկ բնակվում են այս կառույցների երկրորդ հարկում։ Խանութները այստեղ կոչում ենք սավ-սավի։ Դա հատուկ տեսակի խանութ է, որտեղ կարելի է ձեռք բերել համեմատաբար ավելի թարմ իրեր։ Հասկանում ես, որ հիմնական վաճառվող ապրանքը աղբի կույտերից են հանում, բայց երբեմն պատահում է, որ բավական բարվոք վիճակում գտնվող իրեր են։ Այ հենց այդ քիչ թե շատ նորմալ վիճակում գտնվող իրերն էլ հայտնվում են այս խանութներում։ Ես գիտեմ, որ զբոսաշրջիկներին շատ է հետաքրքրում, թե ինչպես ենք ապրում այստեղ ու ինչպիսին է մեր կենցաղավարությունը։ Ուզում եմ ասել, որ այստեղ դժբախտ ու տխուր մարդ չեք հանդիպի։ Մենք մեր կյանքից շատ գոհ ենք, երջանիկ ենք։ Դե հիմա մեզ էլ սա է բաժին հասել։ Հաշտ համերաշխ ապրում ենք հարևաններով, ընտանիքներով ու կենդանիների հետ միասին։ Ինչն է հետաքրքիր, որ շունը պաշտպանում է բակի հատվածը։ Տեսեք, որևէ անծանոթ միանշանակ չի կարող մտնել այս տուն, որովհետև շունը այստեղ հսկում է։ Հիմա եւս մի տաղավարի մոտ հասանք, որտեղ ապրում է ընտանիք ու գտել է իր աշխատանքի ու գումար վաստակելու հետաքրքիր միջոցը։ Նրանք ամեն օր քաղաքի տարբեր հատվածներում փնտրում են ուտելիք, բայց այնպիսին, որը վնասված չէ ու ինչ-ինչ պատճառով հայտնվել է աղբում։ Խոսքը օրինակ դուփով կիսաֆաբրիկատների կամ փակ համեմունքների մասին է։ Դե սրանք զուտ որպես օրինակ են բերում, որ ասածս ավելի པարզ լինի։ Այսինքն ամեն օր այս ամենը գտնում է, բերում է այստեղ ու պատրաստում։ Այս ընտանիքը հավաքում է այդ ուտելիքը, վերամշակում դա այստեղ ու հետո արդեն վաճառում։ Բնականաբար ամեն բան մի քանի անգամ լվանում են, ջերմային մշակման ենթարկում եւ հետո նման փաթեթների մեջ դնում ու վաճառում։ Տես, այս կողմում դա դեռևս շփաթեթավորված հավի կտորներ են։ Այն լվացել են, եփել, արգանակ պատրաստել, հետո կվաճառեն տեղացիներին ափսեներով կամ տարաներով։ Կարելի է ասել վերամշակված ուտելիք է, բայց շատ համեղ է։ Կուզես փորձել։ Բարեախորժակ։ Ես դժվար թե անտեսեմ ու այսպիսի բան իրականում իմ նկարանումների պատմության մեջ տեսնում եւ լսում եմ առաջին անգամ անկեղծ։ Ինչ է հարկավոր ճամփորդելիս անձնագիր եւ իհարկե American Express Gold Card։ Այո, եթե դու ճամփորդում ես, այս քարտը պետք է լինի քո անբաժան ընկերը։ Դե պատկերացրեք, ուղեբեռի ուշացում, ապահովագրված եք, թռիչքի ուշացում, ապահովագրված եք, ավտոմատ կերպ ունեք բժշկական ապահովագրություն։ Մանրամասների համար ձեզ հարկավոր է ուղղակի մոտենալ Ագբաբանկ, իսկ առավելությունների մասին տեղեկանալուց հետո դուք միանշանակ վայրկյաններ անց կդառնաք American Express Gold Card-ի քարտատեր։
ետնախորշերի կարևորագույն կետերից մեկը։ Ինչու՞, որովհետև կարող ես վճարել 5 պեսո եւ 30 րոպե օգտվել Wi-Fi-ից։ Ճիշտ եմ, չէ՞։ Այո, սա մեր ամենաառաջադիմական հատվածն է։ Այստեղ վճարում ես 5 պեսո եւ կարող ես դառնալ համաշխարհային վիրտուալ ցանցի մի մասը։ Մենք այստեղ հավաքվում ենք, մտում սոցկայքեր, երեխաները խաղեր են խաղում։ Կարճ ասած, մեր ժամացի գլխավոր վայրն է։ Ինչ ասես, որ տեղացիները չեն մտածի, չեն ստեղծի, որպեսզի մի փոքր գումար աշխատեն։ Ետնախորշերը բավական մեծ են, չէ՞։ Այո, շատ մեծ է հետնախորշը։ Մենք հիմա դրա մի փոքրիկ հատվածով ենք շրջում։ Ամբողջ տարածքը անցնելու համար երևի ժամեր կպահանջվի։ Այստեղ ուշադրությունդ կուզեմ հրավիրել այն փաստի վրա, որ տարածքը էլեկտրաֆիկացված է։ Բայց եթե առաջին հայացքից սա կարող է հրաշալի երևույթ թվալ, ապա իմ պատմությունից հետո կհասկանաս, որ ամեն բան այդքան էլ լավ չէ։ Իրականում բաց էլեկտրականությունը ողողում է տարածքը։ Լարերը պաշտպանված չեն։ Եթե վերև նայես, կտեսնես, որ դրանք երբեմն կայծ կլտում են։ Ցավոք դժբախտ պատահարների պակաս չենք ունեցել այստեղ։ Մարդիկ ամենաանհավանական իրավիճակներում են հայտնվում, դիպչում լարերին եւ հասկանում ես, թե ինչ է դա նշանակում։ Էլ չեմ ասում, երբ անձրևներ են լինում, այս հատվածը դառնում է կյանքի ու մահվան համար մղվող պայքարի կիզակենտրոն։ Իսկապես, որ բավական վտանգավոր է, տեսնում եք հոսանքի լարեր ամենուր, իհարկե սա շատ վտանգավոր է առանձնատուկ, երբ անձրևներ են տեղի ունենում։ Այստեղ սիրելի հեռուստադիտողներ շատ երկար կարելի է շրջել, զարմանալ ու նորից զարմանալ, բայց ցավոք շատ ժամանակ մենք չունենք, ժամանակը սուղ է, պետք է շարունակել ճամփորդել ու դեռ շատ վայրեր նկարանել։ Այնպես որ ես առաջարկում եմ հիմա ետնախորշերից դուրս գանք այն կողմ, միասին վայելենք Royal Armenia-ի Time Off-ը, մի փոքր հանգստանանք, գնացինք։ Ես հավաքել եմ շատ ու շատ միավորներ, որոնք Հայաստան վերադառնալիս կփոխարինեմ տարբեր նվերներով, ինչպես վճարումները ամենուր կատարել եմ American Express Gold քարտի միջոցով, ինչը խորհուրդ եմ տալիս նաև ձեզ։ Տեղում թե առցանց վճարումը կատարեք այս քարտի միջոցով եւ օգտվեք այն բոլոր առավելություններից, որոնք վստահեցնում եմ ձեզ շատ են մանրամասների համար, իհարկե, Ակբաբանկ։ Մենք արդեն հայտնվեցինք մի վայրում, որտեղ հիմնական վաճառում են արագ պատրաստվող սնունդ։ Բարի ախորժակ, այստեղ բոլորը արդեն համտեսում են։ Ինչ կա այստեղ։ Այո, սա արագ սննդի կետերի հատվածն է։ Ամեն բան շատ համեղ է այստեղ։ Արագ սննդի կետերը մեծ հեղինակություն են վայելում տեղացիների ու նաև զբոսաշրջիկների շրջանում։ Մարդիկ նախապես չափաբաժիններով առանձնացրել են սնունդը։ Բնականաբար դրանք եփված չեն։ Գալիս ես, ընտրում այն ինչ կուզես, օրինակ սա սնկի տեսակ է։ Վճարում ես այս բաժակի համար, ասում թե ինչ տարբերակով ես ցանկանում ուտել, տեղում պատրաստում եւ տալիս են քեզ։ Այս նույն սկզբունքով տարբեր տեսակի մսամթերք եւ բանջարեղեն կարող ես ընտրել մի քանի րոպե սպասելուց հետո այն ուղակի վայելել։ Ինչ է սա, այս ինչ է։ Այդ մեկը ֆիլիպինյան ավանդական ուտեստ է։ Մենք հավի տարբեր կտորները համեմում ենք մեծ քանակության պղպեղի մեջ, հետո այն պատում ենք աջուրով եւ վերջում բուսայուղի մեջ տապակում։ Շատ մեծ պահանջարկ է վայելում այս տեսակի ուտեստը։ Զարմանում եմ, որ դու գտարային սեղանի դրված, որովհետեւ որպես կանոն մարդիկ բառացիորեն թրցնում են այն։ Համեղ է եւ մաչելի եւ շատ հագեցնող է։ Դրա վրա կարելի է նաև 4 սոխ եւ սխտորը ավելացնել։ Գիտես, ինձ հետաքրքիր է, տեղացիները ոնց հասկանում եմ հիմնական սիրում են սնվել դրսում, որովհետև նման փողոցներ այստեղ Մանիլայում շատ կան եւ ուր գնում ես, որտեղ կերակուրներ են վաճառում, մարդկանց պակաս չկա, բոլորը տեղում են, բոլորը սնվում են եւ թե առավոտյան, թե ցերեկը եւ թե երեկոյան։ Այո, իրավացի ես, փողոցային սննդակետերը շատ են, քանի որ բոլորն էլ սիրում են դրսում սնվել։ Դրա վրա առանձնապես շատ ժամանակ չեն վատնում տանը։ Մարդիկ շատ են լինում դրսում։ Ուտելիքներն էլ մաչելի է, շատ ավելի քան եթե օրինակ գնաս ու տանը պատրաստես։ Այդ պատճառով էլ արագ սննդի կետերի մոտ միշտ շատ մարդիկ են հավաքված։ Էլ չեմ ասում, որ հաճախ կարող են ուղակի 1-2 բանան գնել, ուտել եւ հագինել մի ամբողջ օրվա համար։ Իսկ նման փողոցներ այստեղ քաղաքում
շատ կան, դրա մասին խոսեցի, բայց դու ասացիր, սա ամենահայտնին է եւ ամենաերկար փողոցն է, որտեղ վաճառում են եւ կերակուր, որ պատրաստվում է, եւ մրգեր, նույնիսկ քաղցրավենիք։ Այո, սա ամենաերկար փողոցն է ու ամենահագեցածը վաճառակետերով։ Ինչպես արդեն հասցրեցիր տեսնել, ամեն քայլափողի ինչ որ բան են վաճառում։ Հագուստ, ուտելիք, աղանդեր, շինանյութ, կոշիկներ, խաղալիքներ, կարճ ասած ամեն ինչ։ Այդպես նոր հագուստի մոտով անցանք, իսկ այստեղ վաճառում են մեր ամենահայտնի մրգերից մեկը՝ դուրիանը։ Օրինակ, գիտես, նույն Թայլանդում եւ մի շարք երկրներում եթե քո ձեռքին կա դուրիան միրգը, դու չես կարող այն ներս մտցնել որևէ հյուրանոց, որևէ վայր եւ օդանավակայան եւս։ Իսկ Ֆիլիպիններում ինչպես է։ Այո, խնդիրն այստեղ էլ կա։ Շատ վայրեր կան, որ արգելում են դուրիանով մտնել, սակայն մենք սիրում ենք այն ու ամեն հարմար առիթի վայելում ենք։ Գիտեք, ես շատ երկրներում եմ եղել, իհարկե միշտ ճամփորդում եմ, բայց պետք է նշեմ, որ այստեղ Ֆիլիպիններում իսկապես ամեն բան շատ մատչելի է։ Նույնիսկ եթե համեմատական տանենք հարևան երկրների հետ, Թայլանդ, Վիետնամ, Ինդոնեզիա, հավատացեք, այստեղ Ֆիլիպիններում ամեն բան երկու, հաճախ նաև 3 անգամ ավելի մատչելի է։ Եվ սնունդը, եւ հյուրանոցների արժեքը, ամեն բան, այնպես որ հիմա հասկանում եմ ինչու են շատ-շատերը գալիս եւ իրենց հանգիստը անցկացնում Ֆիլիպինում գտնվող կղզիներից մեկում։ Իսկ հիմա ներկայացնեմ Ֆիլիպինյան ամենահայտնի փողոցային ուտելիքներից մեկը։ Տես, ուրեմն մեկ ընդհանուր կաթսայի մեջ պատրաստում են խմորով ու մսով գնդիկներ, կամ փոխարինում են միսը օրինակ նրբերշիկով ու եփում են այն հատուկ կաթնային սոուսի մեջ։ Հետո արդեն երբ եփում եւ պատրաստվում է կրակի վրա, մարդիկ հենց ընդհանուր կաթսայից էլ վերցնում են կտորներն ու համ տեսում։ Սա ֆիլիպինական խոհանոցի ամենաավանդական ուտեստներից է։ Մեր գրեթե բոլոր մեծ խնջույքների ժամանակ հաստատ կտեսնես այն սեղաններին։ Կասես այ դու որ կերակուրն ես այսպես ամենից շատ սիրում, հա? Որն է քո ֆավորիտը կերակուրների մեջ։ Մեղքս ինչ թաքցրեմ, ես շատ եմ սիրում, որ ոչ առողջ ուտելիք եմ ուտում։ Դե հասկանում ես, խոսքս արագ սննդի ցանկացած տեսակի մասին է։ Լինի դա համբուրգեր, ֆրի, կրուասաններ, թե նմանատիպ այլ բան։ Դե համեղ է, ինչ անեմ։ Մեկ փողոց այն կողմ արդեն սկսեց շուկան, հա, այստեղ վաճառում են մրգեր, բանջարեղեն եւ բավական նորից մեծ փողոց է։ Այո, սա արդեն ավելի ավանդական շուկայի տեսք ունի։ Հստակ տաղավարներ, սեղաններ, ամեն մեկը ներկայացնում է բանջարեղենի, կանաչեղենի, մրգի լայն տեսականի եւ որ ամենակարևորն է, գները այստեղ խիստ մատչելի են։ Նայր, մրգի մեծ կապոցը ընդամենը 20 պեսո արժե օրինակ։ Սա էլ մեր տեղական աղն է, որ հավաքում են ծովերից եւ մշակում։ Մի ամբողջ տաղավար ֆիլիպինյան աղի համար է։ Այն եւս բավական մատչելի է։ Այո, իսկապես ամեն բան շատ մատչելի է։ Ես վստահ եմ հիմա դուք հեռուստաէկրանից այն կողմ տեսնում եք արժեքները։ Ես միայն հիշեցնեմ, որ $1 այստեղ համարժեք է 56 պիեսոյի, այնպես որ տեսնելով արժեքները դուք արդեն կարող եք հասկանալ ինչ արժե 1 կիլոգրամ այս կամ այն բանջարեղեն այստեղ։ Ինչ ես կարծում, Ֆիլիպինների խոհանոցը շատ է տարբերվում հարևան երկրների խոհանոցից։ Կան եւ ընդհանրություններ եւ տարբերություններ։ Հիմնականում մենք օգտագործում ենք նույն մթերքը, բայց պատրաստում ենք տարբեր ուտեստներ եւ որ ամենակարևորն է մեր համեմունքները խիստ տարբեր են։ Բայց իհարկե կան նաեւ համընկնումներ։ Առհասարակ իրար աշխարհագրորեն մոտ գտնվող երկրների խոհանոցները հաճախ են խաչվում եւ սա կարծում եմ բավական օրինաչափ երևույթ է։ Ահա։ Սակայն ես նկատեցի, եթե օրինակ հարևան երկիր Թայլանդում եւ Ինդոնեզիայում, ինչու ոչ եւս խոհանոցը բավական կծու է, կերակուրները այսպես կծու են, այստեղ Ֆիլիպիններում ոչ։ Մենք էլ ունենք կծու ուտեստներ ու շատ ենք օգտագործում կծուն։ Մեր հիմնական ուտեստներում են լինում։ Չէ, ասի թե մենք կծու չենք օգտագործում, մեր ամեն երկրորդ համեմունքը ընդգծված կծվություն ունի։ Իսկ ո՞րն է ամենահայտնի կերակուրը այստեղ Ֆիլիպիններում։ Ամենահայտնի ուտեստները հավի մսով պատրաստվող ճաշատեսակներ են։ Մենք դրանք համեմում ենք հնարավոր ու անհնար ամեն տեսակի բանջարեղենով, տապակում եւ մատուցում որևէ խավարտով, հիմնականում բրինձով։ Սա յուղերի տաղավարն է։ Մենք ամեն տեսակ կորիզներից ու բույսերից հրաշալի առողջարար յուղեր ենք ստանում, որոնք շատ օգտակար են։ Կարելի է օգտագործել ինչպես կերակրի մեջ, այնպես էլ խնամքի համար։
Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, այսպիսին է շուկան եւ արագ պատրաստվող կերակուրի փողոցը այստեղ Մանիլա քաղաքում։ Շատ շնորհակալ եմ այս հետաքրքիր ժամերի համար եւ ծանոթության համար Մանիլա քաղաքի հետաքրքիր եւ էքսկլյուզիվ վայրերի հետ։ Վերջում ուզում եմ ձեզ նվիրել տակառը լավագույն հայկական գինին, որը այսօրվա ավարտին կարող եք տանը վայելել։ Ես էլ եմ շնորհակալ, շատ հրաշալի օր անցկացրեցինք։ Միշտ կսպասենք քեզ այստեղ Ֆիլիպիններում։ Ձեզ եմ շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, ես Ինդոնեզիայում եմ, այո, Տորաջա շրջանում կղզիներից մեկում եւ այսօր մենք պատրաստելու ենք կերակուր, տեղի լավագույն կերակուրներից մեկը, բայց ես ուզում եմ, որպեսզի դուք ուշադրություն դարձնեք ինչ տեսարան է այստեղ, ամեն անգամ հաճելի է նման վայրում կերակուր պատրաստելը եւ այսօր այդ պահն է։ Ողջույն, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք, ես գտնվում եմ տեղի ռեստորաններից մեկում, ինչ ենք այսօր պատրաստելու։ Պապիո այեմ ենք պատրաստելու։ Պապիո այա։ Մեր ավանդական ուտեստն է։ Մեզ հարկավոր կլինի հնդկեղեգ, դա հիմնական բաղադրիչն է։ Սա տիպիկ ինդոնեզիական կերակուր է։ Այո, տիպիկ տորաջական ուտեստ է, այն մեծ տարածում ունի այստեղ Ինդոնեզիայում։ Գրեթե բոլոր կղզիներում հաստատ կհանդիպեք պապիո։ Ինչ է մեզ հարկավոր այս ամենը պատրաստելու համար։ Այստեղ հավի միսն է։ Հարկավոր է նաև կանաչ սոխ, սովորական սխտոր, սոխի մի քանի տեսակներ, այդ թվում սովորական սպիտակ սոխ, մարգարտե տեսակի մանր սոխիկներ, մեզ հարկավոր է նաև կոճապղպեղի արդեն աղացած արմատ, շալոտ անպայման, ֆիլիպինյան աղ, պորեի սոխն է այստեղ, մի քանի համեմունք տեղական խոտաբույսերից ստացված, ահա եւ այսքանը։ Եվ այս ամենին ավելանալու է իհարկե Royal Armenian-ից ծև որակյալ պղպեղը, որպեսզի կերակուրը լինի էլ ավելի համեղ։ Իսկ սա ինչի համար է։ Իսկ դա ամենակարևորն է, հենց դրա մեջ ենք եփելու ուտեստը։ Ահա, մենք պատրաստելու ենք հենց Այո, սա մեզ համար կծառայի որպես տապակ կամ կաթսա։ Ահա, ամեն ինչ հասկանալի է, բաղադրիչները պարզ են, կարծում եմ կարելի է գտնել ամեն բան մեր սուպերմարկետներում, բացի իհարկե բամբուկից, այն գտնել Հայաստանում հնարավոր չէ։ Ձայներ գալիս, 1-2 Դե ինչ սկսենք պատրաստել, ինչ ենք անելու, սկսում ենք կտրատել այս ամենը։ Առաջին հերթին պորեի տեսակի սոխը բարակ օղակներով են կտրատում։ Շատ բարակ պետք է լինի օղակները։ Իդեպ շատ գեղեցիկ է։ Ես խնդրում եմ ուշադրություն դարձրեք այս հատվածին, երբ կտրատում է, ներսի հատվածը շատ գեղեցիկ է։ Ձեր ռեստորանում հիմնական պատրաստում են հենց տեղական կերակուր, թե եվրոպական ևս։ Այո, մեր ռեստորանը տեղական ավանդական խոհանոց է առաջարկում։ Շատ քիչ ունենք ճաշացանկում եվրոպական խոհանոցի ուտեստներ։ Ավելին ասեմ, դրանք հիմնական ճաշացանկում չենք էլ ներառում, որովհետև մենք մեր շուկայում դիրքավորում ենք որպես ավանդական խոհանոց առաջարկող ռեստորան, եւ զբոսաշրջիկները տեղական ուտեստների համար էլ այցելում են հենց մեզ մոտ։ Ինչն է ինձ դուր գալիս այստեղ Ինդոնեզիայում, երբ դուք օգտվում եք տեղի խոհանոցից, այսինքն համտեսում եք հիմնական տեղական կերակուրները, կիլոգրամներ հավաքելու մասին կարող եք մոռանալ, որովհետև այստեղ հիմնական բրինձ է, խաշած վիճակում, այն որպես հաց են տեղացիները օգտագործում եւ հիմնականում միս պատրաստված կրակի վրա, այսինքն այսպես գերանալու խնդիր այստեղ հաստատ չկա, այդ առումով կարող եք հանգիստ լինել, առանց դուք երբ սնվում եք օրվա ընթացքում 2 անգամ, հաստատ ավել կիլոգրամներով այստեղից Ինդոնեզիայից Հայաստան չեք վերադառնա։ Այո, բացի դրանից, որ մեր ուտեստը չի գիրացնում, այն նաև շատ սննդարար եւ օգտակար է, որովհետեւ մենք շատ ենք օգտագործում համեմունքներ, թարմ կանաչեղեն, սոխ, սխտոր ու մսամթեր կամ ծովամթեր։ Ինչն է, ես գիտեմ հետաքրքիր ձեր ռեստորանում, որ դուք բավական մեծ տարածք ունեք, այն կողմում դաշտեր էլ կան եւ այն ամենը, ինչ հիմա դրված է այստեղ սեղանին եւ ինչից այս կերակուրը պատրաստում ենք, դուք այդ ամենը հավաքում եք հենց այստեղ այգուց։ Այո, այդպես էլ կա։ Հիմա նորաձև մի բառ կա, ասում են օրգանիկ։ Մեզ համար այդ բառը ամենասովորական երևույթն է։ Մենք չենք էլ պատկերացնում, թե ինչպես կարելի է ոչ օրգանիկ մթերքից ինչ-որ բան պատրաստել։ Մենք ավելացրեցինք այս ամենը
հավի վրա։ Ավելացրեցինք, բայց դեռ էլի է պետք է։ Կուզես ինքդ փորձել Վարդան։ Շատ լավ, ես փորձեմ այսպես բարակ կտրատել։ Ստացվում է։ Ահա, սա ևս այսպես ավելացնենք։ Ահա, ինչ ենք անում։ Թույլ ես ձեռքերով մի լավ խառնեմ։ Ահա, Այնպես ենք անում, որ միսն ու սոխը գրեթե միատարր զանգված դառնա։ ահա, իդեպ արդեն անուշ է բուրում, ինչ շատ դուր է գալիս։ Այդ բույրը լայմի և սոխի խառնուրդից է, հրաշալի է բուրում։ Ես չգիտեմ, աշխարհով մեկ շատ կան ինդոնեզիական ռեստորաններ, առասարակ երբ տեղացիները ճամփորդում են, սիրում են իրենց կերակուրը համտեսել աշխարհի յուրաքանչյուր կետում, որտեղ օրինակ հնդիկները հիմնականում երբ ճամփորդում են այդ երկրում, փորձում են գտնել հնդկական ռեստորան եւ իրենց կերակուրը համտեսել։ Դե չգիտեմ, թե աշխարհով մեկ մեր ռեստորանները շատ են, թե ոչ, ես էլ այդքան շատ երկրներում չեմ հասցրել դեռ լինել, բայց երբ մեկնում եմ որևէ օտար երկիր, փորձում եմ բացահայտել նրանց խոհանոցը։ Այսպեսի տեսարան արդեն կերակուրը այս փուլում է, կտրատում ենք արդեն սոխը եւ սխտորը։ Մանր սոխ են կտրատում, սխտորն էլ կմարացնենք միանգամից, քանի որ այդպես հարմար ու արագ կստացվի։ Շատ օգտակար է սոխ ու սխտոր ավելացնել ցանկացած ուտեստի մեջ։ Իմացեք, որ ամեն տեսակի վարակից զերծ կմնաք, եթե ձեր ամենօրյա սննդակարգում ներառեք սխտոր ու սոխ։ Իդեպ ռեստորանի պաշտպանը խնդրեմ, ընտանիքի անդամ է, բոլորը շատ սիրում են, Շունը իհարկե ապրում է այստեղ ռեստորանում։ Ռեստորանը, ինչպես հասկացա, ընտանեկան բիզնես է, որովհետև ձեր ծնողներն են այստեղ աշխատում, հայրիկը արդեն կրակն է պատրաստում, որի վրա այս ամենը պետք է եփվի, ընտանեկան բիզնես է ձեզ համար։ Իհարկե, սա ընտանեկան բիզնես է։ Պապիկիս է պատկանել այս ամբողջ հողատարածքը, որի վրա եղել է մեր տունը։ Հետագայում այն ժառանգաբար անցել է հորս ու նա արդեն մտածել է սեփական բիզնես հիմնելու մասին։ Հիմա մենք բոլորով աշխատում ենք այստեղ։ Ես, մայրս, եղբայրներս, ամեն մեկս մեր գործառույթումն ենք։ Զբոսաշրջիկներին ու նաև տեղացիներին շատ դուր է գալիս այս ձևաչափը, որովհետև մի տեսակ հարմար է, ջերմ ու մտերմիկ միջավայր են կարողացել ստեղծել այստեղ։ Առաջարկում ենք համեղ ու շատ թարմ եւ օգտակար ուտեստներ։ Ունենք մեծ այգի, որտեղ ուտելուց հետո կարելի է պտտվել, վայելել բնությունը, ծանոթանալ ինդոնեզական նիստուկացին։ Տարածքում մեր կենդանիներն են, որոնց հետ շփումը հաստատ տրամադրություն կբարձրացնի։ Ինչ ասեմ, ամեն բան արել ենք, որ հյուրերը լիցքաթափվեն ու վայելեն այստեղ անցկացրել ժամանակը։ Իրականում, երբ մեզ մոտ են գալիս, երբեք ուղակի ուտելով չեն սահմանափակվում։ Հիմնականում ամբողջ օրը անցկացնում են հենց մեզ մոտ։ Ահա, գիտեք, այստեղ ամենուր նաև բրնձե պլանտացիաներ են, ահա տեսնում եմ այն կողմում եւս, ձախ կողմում եւս, այստեղ բրինձը կարելի է հավաքել տարին 12 ամիս, թե կահատուկ սեզոն։ Այո, իհարկե, բրնձի պլանտացիաներ ունենալը շատ կարևոր է։ Մեր բնությունը թույլ է տալիս։ Բնականաբար դա ունի ցանելու եւ հետո հավաքելու ժամանակաշրջան, բայց բրինձը ամենահեշտ մշակվող ու աճող բույսերից մեկն է։ Այնպես որ տարվա մեջ մի քանի անգամ ենք հավաքում բրնձի բերքը։ Այո, եւ ես գիտեմ, որ ամենից շատը բրինձը, որ աճում է այստեղ, օգտագործում են հենց այստեղ Ինդոնեզիայում, որտեղ տեղացիները առավոտյան նախաճաշին, ճաշին եւ ընթրիքին անպայման բրինձ են ուտում։ Եվ ինչ ավել է արդեն ուղարկում եւ վաճառում են այլ երկրներին։ Բրինձը շատ կարեւոր դեր ունի այստեղ, բրինձը ամեն ինչ է տեղացիների համար եւ եթե վստահ կարող եմ ասել, որ այստեղ քաղցած մարդ դուք չեք գտնի, որովհետեւ բրինձ կա ամեն ուր, հաստատ կարող է օրվա ընթացքում 1 կամ 2 անգամ այն ուտել։ Սա եւս ավելացրեցինք այստեղ։ Եվ Ես սկզբում ասացի, որ կոճապղպեղի փոշին կօգտագործենք, բայց մտածեցի, որ արժե ամբողջական կտորներով էլ օգտագործել։ Ես շատ եմ սիրում իմբիր, այո, եւ առանձնահատուկ շատ եմ սիրում ապուրները, որը պատրաստելիս իմբիրը օգտագործում են, այն կծու է եւ գիտեմ շատ առողջ արար։ Այո, շատ օգտակար է եւ համեղ կոճապղպեղը։
Հիմա կանաչ սոխն էլ մարյացնենք։ Այո, սա եղած մանրացնենք։ Առհասարակ այս ուտեստը շատ օգտակար է։ Ինչպես հասկանում ես, չկա մի մթերք, որ ինքնանպատակ ավելացնենք։ Իդեպ, մենք հիմա հավի կտորները ամբողջական տարբերակով ենք օգտագործելու, բայց այս նույն ուտեստի ապուրային տարբերակներ կա, երբ հավի արգանակի մեջ եփում ենք հավը ու ավելացնում այս բոլոր սոխերն ու սխտորները։ Աննկարագրելի ապուր է ստացվում։ Զգացում եմ, որ դուք հաճույքով եք աշխատում այստեղ, դե առաջին ընտանեկան բիզնես է եւ երկրորդը սիրում եք ձեր աշխատանքը։ Այստեղ իդեպ սիրելի ռուսատիտողներ շատ են հյուրերը, ոչ միայն տեղացիները, այլ նաեւ զբոսաշրջիկները։ Ռեստորանը բավական մեծ է եւ շատ տուրիստական խմբեր գալիս են այստեղ ճաշելու կամ ընթրելու, որտեղ ամեն ինչ մաքուր է, համեղ է եւ պատրաստված է հենց ռեստորանի սեփականատերերի ձեռքերով։ Պատկերացրեք ինչ սիրով են իրենք այդ ամենը անում։ Կտրատենք սոխը։ Այո, ես սիրում եմ այն ինչով որ զբաղվում եմ։ Սա հոբի է, որը դարձել է նաև աշխատանք։ Մնաց ամենասովորական սպիտակ սոխն էլ կտրատենք ու կարծես թե հիմնական աշխատանքը արված կլինի։ Սա եղած ավելացնենք։ Սա կոկոսի քերուկ է։ Գուցե մի քիչ անսպասելի է, բայց ուտելիս կհասկանաս թե ինչ համեղ է հենց կոկոսի շնորհիվ։ Թող շատ լինի։ Այն շատ համեղ է։ Ահա ցույց տամ ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Ինչ է այստեղ կատարվում։ Ինչ ենք ավելացնում։ Աղն ենք ավելացնում։ Ահա։ Ինչքան։ Այ ես աղի հետ կապված միշտ չափաբաժինը սխալ եմ ավելացնում։ Բավական է։ Ահա, որ աղի չլինի։ Մի քիչ սպիտակ պղպեղ։ Աղացած կոճապղպեղ ու քո բերած սև պղպեղը լցրու։ Բավական է։ Այո, եւ ավելացնենք սև որակյալ աղացած պղպեղը, իդեպ հատիկավոր է եւս, ես ձեզ կնվիրեմ իհարկե եւ այսօր կերակուր պատրաստելիս կարող եք այն օգտագործել, շատ համեղ է ու շատ թանկ։ Ահա։ Ահա, շատ անենք։ Էլ ավելի համեղ լինի։ Ահա։ Եվ ինչ ենք անում հիմա։ Հիմա այս ամենը պետք է խառնել։ Ահա։ Ամենը խառնում ենք այնքան, որ տեսնենք բոլոր բաղադրիչները արդեն միախառնվել են, առանձին ոչինչ չկա։ Պետք է շատ միատարր մասսա ստանանք այս բոլոր բաղադրիչներից։ Նայ մեզ չէ, ահա, գրեթե պատրաստ է։ Ահա։ Եկավ ամենակարևոր պահը, երբ այս ամենը պետք է տեղափոխենք այստեղ։ Այո, ամենահետաքրքիր պահն է։ Ահա։ Արդեն կարելի է լցոնել հնդկեղեգի հաստ ցողունը։ Ամբողջ զանգվածը տեղափոխում ենք այստեղ։ Բավականին տեղ դեռ ունենք, կարող ենք եւս ավելացնել։ Այո, որքան ունենք կլցնենք մի քիչ խփիչ սեղանի, որ միսը տեղավորվի գլանակի մեջ։ Այսպես։ Այո, հենց այդպես։ Այո։ Ավելացնենք նորից հավը, այսպես։ Նորից խփիր։ Նորից։ Իսկ ինչու է այս ամենը հենց բամբուկի մեջ պատրաստում։ Դե, որովհետև այդպես շատ համեղ է ստացվում ու բավական հետաքրքիր մատուցման ձև է ստանում։ Չէ՞ որ բամբուկի համային երանգները փոխանցվում են մսին եփելու ընթացքում։ Փակելու համար կարող ենք օգտագործել կամ բանանի տերև, կամ հնդկեղեգի, կամ պորեի տեսակի սոխի տերևները։ Այսպես եւ վերջին կտորը եւս ավելացնենք։ Ահա։ Չափաբաժինը ընտրված է իդեալական, տեսեք, ամենը տեղավորվեց։ Ահա այսպիսի տեսք ունի սիրելի հեռուստադիտողներ, այն ամենը, ինչ պատրաստեցին, մինչ կհայտնվի գրակի վրա։ Ահա եւ վերջ, գնանք խորովելու։ Ահա եւ վերջ։ Օհո, խնդրեմ։ Այսպիսի հետաքրքիր կերակուր ոչ թե Ինդոնեզիայում, այլ Ինդոնեզիայի Տորաջա շրջանում։ Գնանք արդեն մոտենանք ձեր հայրիկին ու տեսնենք ինչպես է այս ամենը պատրաստվում կրակի վրա։ Տեսնում եմ արդեն ձեր հայրիկին, կրակը պատրաստ է կարծես, ողջույն, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ահա։
Կասեք, քանի ժամ է այն պատրաստվելու։ 2 ժամ ենք թողնելու սեղանի վրա, պետք է շատ դանդաղ եփի։ 2 ժամ։ Այո, Ահա։ հնդկեղեգի ցողունը բավական հաստ է, այն դանդաղ է տաքանում, խորովում ու հետո էլ արդեն սկսվում է միսը եփել։ Եթե կրակը ուժեղ լինի, կայրվի ցողունը ու ամբողջ ուտեստը կփչանա։ 2 ժամ է հարկավոր, բայց վստահեցնում եմ արժե սպասել այդ 2 ժամը, որովհետև համը ուղղակի անմոռանալի է։ Մի քիչ համբերություն եւ հետո կվայելենք կյանքում հանդիպած ամենահետաքրքիր ուտեստներից մեկը։ Դե սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ պարզ էր ինչպես այս ամենը պատրաստեցինք եւ վստահ եմ լինելու է շատ համեղ։ Ես շնորհակալ եմ ձեզ, որ ժամանակ գտաք եւ տրամադրեցիք այդ ժամանակը մեզ, շատ շնորհակալ եմ եւ վերջում ուզում եմ ձեզ նվիրել հայկական լավագույն գինին։ Արմենիա կարմիր անապակ գինին։ Անվանումը եւս ասում է, որ դուք վայելելու եք հայկական լավագույն գինիներից մեկը։ Սիրով ձեզ, անուշ լինի։ Շնորհակալ եմ, որ եկար, նկարահանեցիր մեր ռեստորանը։ Միասին հետաքրքիր օր անցկացրեցինք ու վերջում էլ ես նվեր ստացա։ Հրաշալի հյուր ես։ Քեզ էլ ենք սպասելու։ Ձեզ եմ շնորհակալ, ձեզ եմ շնորհակալ։ Ահա եւ վերջ, շնորհակալ եմ, որ դիտում եք, ինձ հետ եք, այնպես որ կհանդիպենք ուղիղ 1 շաբաթ անց Armenia TV-ի եթերում։ Սպասում եմ ձեր նամակներին իմ Facebook-ում, YouTube-ում, TikTok-ում եւ իհարկե Instagram-ում։ Առայժմ։ Հաջորդ ծրագրում ես եզրափակում եմ իմ այս եթերաշրջանի ճամփորդությունը եւ հայտնվում Ֆիլիպինների լավագույն կղզում, որտեղ ինձ են սպասում ամենագեղեցիկ վայրերն ու ռեստորանները։ Բաց չթողնեք, լինելու է շատ հետաքրքիր։